Բարև ձեզ, եթերում բաց քննարկումն է, տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանին։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, դուք եթերում եք, կարող եք ողջունել հեռուստադիտողներին։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ հրավերի համար, պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Դուք իհարկե պարբերաբար լինում եք մեր եթերում, սակայն այս անգամ հյուրընկալվել եք նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչ կանխատեսումներ ունեք ընտրության արդյունքների վերաբերյալ։ Նախ վստահաբար ասում եմ, որ ժողովուրդը պիտի ընտրի։ Ես վստահ եմ մեր ուժերի վրա, վստահ եմ, որ մենք ունենալու ենք հաղթանակ եւ վստահ հաղթանակ, որովհետեւ գնահատողը ժողովուրդն է եւ իմ կարծիքով այս ամբողջ ծավալուն աշխատանքները, որոնք կատարվում են, դա կարժանանա ժողովրդի գնահատականին։ Մնացածը քարոզարշավը դեռ ընթացքի մեջ է, դեռ 10 քանի օր ունենք եւ կտեսնենք ընթացքում, բայց ես վստահ եմ, որ մեր կառավարությունը, մեր գործող ուժը հաղթելու է։ Որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ կարող եք ասել, թե ինչու պետք է ձեզ ընտրել։ Շատ պատճառներով։ Առաջինը ես վստահ եմ, որ մնացած բոլոր ներկայացված քաղաքական ուժերից մեր քաղաքական ուժը ամենաճիշտ ուղու վրա է, տարբեր առումներով, թե արտաքին քաղաքականության, թե ներքին քաղաքականության։ Ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ձայն տվող մեր Ալավերդի համայնքի բնակիչները տեսնում են, թե ինչու պիտի ձայն տան։ Որովհետև մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի մի օր շուտ մեր քաղաքը, Ալավերդին, մեր բնակավայրերը բերենք պատշաճ այն տեսքի, ենթակառուցվածքների առումով, մանկապարտեզների, դպրոցաշինության, ընդհանրապես քաղաքը բերենք այն տեսքի, որպեսզի մարդիկ ոչ թե ուզենան այս քաղաքը լքեն, այլ ուզենան այս քաղաքում եւ այս բնակավայրերում ապրեն։ Եվ մնացածների նման մենք չենք բերում մի գործ կամ մի աշխատանք կատարում, հետո բնականաբար ինչ-որ մի ժամանակահատվածում մենք չենք լինելու իշխանություն եւ չենք վերցնելու մեր հետ տանենք։ Եվ այդ գնահատականը ինձ թվում է ժողովուրդը կտա։ Խոսենք այս պահին ընթացող ծրագրերի եւ կատարվող աշխատանքների մասին, ինչ փուլում են դրանք, որ բնակավայրերում եւ համայնքներում են ներկայումս իրականացվում։ Իհարկե դրանք արժանացել են բնակիչների հավանությանը, սակայն տարբեր պատճառներով կամ ձգձգվում են, կամ իրականացվում են թերի եւ անորակ։ Ինչու։ Նաեւ քննադատության են արժանացել, ես տեղյակ եմ։ Նայեք, հիմա ամբողջ համայնքում կատարում են տարբեր շինարարական աշխատանքներ, տարբեր ծավալի եւ այո կան խնդիրներ, որոնք վստահաբար ասում են, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում։ Սկսած ճանապարհների վերանորոգումից, մանկապարտեզների վերանորոգում, լուսավորության համակարգի կառուցում։ Իդեպ թիվ 6 մանկապարտեզը Սարահարթի Թիվ 6 մանկապարտեզի հետ կապված կարող եմ ասել, որ եթե չեմ սխալվում, մի եթերի ժամանակ ես ասացի, որ Բաքն էլ պիտի վերանորոգվի, հիմա այս պահին արդեն Բաքի վերանորոգման աշխատանքներն են կատարվում։ Եվ այո, թիվ 6 մանկապարտեզում խնդիր ենք ունեցել շինարարի, վատ շինարար ունենալու պատճառով։ Թերություններ կան, այս վերջի մի ամսվա ընթացքում կարելի ասել ամբողջությամբ շտկվել են, բայց հիմա արդեն Բաքի վերանորոգման աշխատանքներն են կատարում։ Այս պահին նաև մտածում ենք, որ միգուցե համատեղ ոչ օֆիցիալ բացում, բայց փորձենք բացել մանկապարտեզը, որպեսզի մեր երեխաները կարողանան այցելել եւ այդ ժամանակահատվածի ընթացքում նաև Բաքի վերանորոգման աշխատանքները կատարել։ Այստեղ միայն խնդիրը նա է, որ այդ աղմուկի հետ կապված հնարավոր է, որ այդ հնարավորությունը չլինի։ Այսինքն այն վիճակում է, որ հնարավոր է շահագործել։ Այո, մանկապարտեզը հնարավոր է շահագործել, մանր թերություններ կա, կվերացվի վստահ եմ։ Ընդհանուր առմամբ աշխատանքների հետ կապված շատ ծավալուն են, եթե սկսեմ թվարկել, իրականում ենթադրում եմ եթերը չի հերիքի, սա ոչ թե գովեստ է, այլ փաստ է, որը արձանագրում եմ, բայց կարող եմ մոտավոր թվերով ասեմ, իդեպ եթե թույլ տաք, ուրեմն 23 թվականից
մինչ օրս հիմա մոտ տվյալներ կան, իրանք տենց շատ խմբագրած են, հա, բազմաբնակարան շենքերի տանիքներ ենք վերանորոգել 891 միլիոն դրամ արժողությամբ։ Իդեպ տանիքների եւ շքամուտքերի վերանորոգումը նույնպես, որոնք կատարվել են մի շարք թերություններով եւ հետո նորից են շտկել, որպեսզի ստանդարտներին համապատասխանեն, այ սրա մասին։ Ես մի հատ թվարկեմ եւ կանադառնամ այդ շտկումներին։ Բազմաբնակարան շենքերի տանիքներ թվով 31-ը 891 միլիոն դրամ միայն տանիքների վրա են ծախսել։ Ճանապարհաշինության ընդհանուր ոլորտի վրա 2 եւ 3 միլիարդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել։ Ստեղ էլ կան թերություններ, որոնք այն շինարարական աշխատանքները վստահեցնում եմ ձեզ, որոնք թերություններով են, դրանք չեն վճարվում։ Օրինակ, ճանապարհաշինարական աշխատանքներ ունենք, որ ըստ շինարարի ինքը ավարտել է, բայց թերություններ է հայտ եկել։ Գյուղական համայնքներում իրականացվող, օրինակ Հագվու եւ այո, կան Այրում գյուղում կա թերություններ, տուֆապատումների հետ կապված կան խնդիրներ, բայց ավելի շատ ասֆալտապատման հետ է եղել այդ թերությունները, որտեղ ասֆալտի որակի հետ է խնդիր եղել եւ օրինակ մի լոտով շահած, եթե չեմ սխալվում, մոտ 300 միլիոն դրամանոց ծրագրի ընդամենը կեսն է վճարվել, դե դա բնական երևույթ է, մենք չենք կարող ընդհանրապես չվճարենք, որովհետև աշխատանքների ընթացքում կատարողական են ներկայացնում շինարարական կազմակերպությունը եւ մենք վճարում ենք, որովհետև ընդհանրապես չվճարել դա հնարավոր չի, շինարարը ինքը չի կարող այդ աշխատանքները կատարել, բայց կեսը չի վճարվել եւ չի վճարվել, որովհետև թերություններով արվել։ Բնականաբար թերությունները վերացնելուց հետո, եթե տեսչական մարմինն էլ կտա իր դրական եզրակացությունը, կվճարվի։ Ուրեմն մանկապարտեզների շենքեր ունենք թվով 7 շուրջ 1 միլիարդ դրամ։ Օձունի արվեստի դպրոցը 90 միլիոն դրամ։ Լուսավորության համակարգ են կառուցել ընդհանուր առմամբ 290 միլիոն դրամի։ Ոռոգման համակարգեր են կառուցել 410 միլիոն դրամ արժողությամբ։ Իդեպ խաղահրապարակներ են կառուցել 420 միլիոն դրամ արժողությամբ, որոնց մի մասը հիմա շարունակվում է, մի մասը դեռևս նոր են սկսվել։ Օրինակ Սանային գյուղի վանական համալիրի արչևի հատվածը արդեն սկսել են քանդման աշխատանքները երեկվա դրությամբ ավարտել են, հիմա տեղափոխելու են եւ սկսեն վերանորոգման աշխատանքները։ Հասարակական տրանսպորտի ծախսել ենք շուրջ 220 միլիոն դրամ։ Խմելու ջրագծեր, ջրահեռացում 200 միլիոն դրամ։ Այսինքն հիմա այս թվերը եթե գումարեք, իրականում ահռելի աշխատանք է կատարվել, բայց ինչու դա չի երևում, հա, կարելի ասել։ Քաղաքին նայում ես ամբողջությամբ կարելի ասել քանդած շինարարության մեջ, որովհետև աշխատանքները իրոք այնքան ծավալուն են, այնքան շատ են, որ ես միշտ ասել եմ, մեզ մի քանի տարի պետք է դրա համար, բայց փառք Աստծո մեկնարկը տրված է եւ ես վստահ եմ, որ բոլոր մեր ծրագրերը կավարտենք, կիրականացնենք եւ մեր բնակիչները կտեսնեն ամբողջության պատկերը եւ արդեն ոչ թե դժգոհություն կարտահայտեն, այլ գոհունակություն։ Դժգոհությունը պարզ է, որովհետեւ ծրագրեր կա մի քիչ ձգձգվում են տարբեր պատճառներով, օբյեկտիվ, սուբյեկտիվ, դրա մասին ես մի քանի անգամ ասել եմ արդեն։ Իդեպ համայնքապետարանը, երբ որ մենք խոսում ենք, այսքան շատ խոսում ենք շինարարության, չէ, բայց կան ոլորտներ, որ մենք բաց եք թողնում քաղաքի։ Ոչ, ընդհակառակը, հələ այդ մի կողմ, ուրիշ բան եմ ասում։ Մենք ցանկացած ոլորտ, սպորտ, մշակույթ, խմբակներ, տարբեր թատրոն, լազուր ժողովրդիկները, ցանկացած ոլորտ մենք փորձում ենք մաքսիմում աջակցել, որպեսզի զարգանա։ Դեպք է եղել մենակ մի անգամ, երբ որ բարի խմբակին չեն կարողացել տեղ հատկացնել, նա էլ մի պատճառով, որովհետև զուգահեռաբար դպրոցը կառուցվել է եղել։ Մնացած դեպքերում անդրադարձեք նաև Սարահարթում կարծես Պուրակ Թումո կենտրոնի այո, շուտով Թումոյի մոտ ենք արդեն այգի կառուցելու։ Ես լավ հիշում եմ մեր
տարիքով մեծերը կարող է իրանց մեջ ասում են եկավ խոստացավ գնաց չարավ, բայց քիչ փոխեցինք որոշումը, որովհետև մենք ես բյուր եկա, այստեղ հրապարակում դե միշտ մեծերը հավաքվում են, այն ժամանակ ասին մի հատ նստելու տեղ, նո բիսեդկա, հենց ասած, տաղավար, որտեղ նարդի եւ այլն։ Նախատեսում դա։ Բայց ինչ արինք, մենք ասինք ավելի լավ է մենք տաղավարը հիմա չանենք, նախագծենք, այգի կառուցենք, որտեղ կլինի նաև մեր մեծերի համար տաղավարը, որովհետև հրապարակից Թումոյի մոտ ընդամենը 20-25 մետր է, մի քիչ ու կարող է 50, չգիտեմ։ Եվ այդտեղ լինելու է, արդեն շուտով սկսելու է շինարարությունը, կճշտեմ մրցույթը հայտարարված է թե չէ, բայց նախագիծը կա արդեն։ Եթե կա, ուրեմն արագ պետք է հայտարարենք։ Այդտեղ լինելու, այո, այս տարի սկսելու ենք։ Այդտեղ լինելու է եւ երեխաների համար, եւ մեծերի համար, եւ ընդհանրապես ընտանեկան միջավայրի համար զբոսայգի։ Պարոն Ղումաշյան, ինչպես եք մեկնաբանում քարոզարշավի ընթացքում պետական կառույցների աշխատողներին ներգրավվածության վերաբերյալ։ Ուրեմն ասեմ, որ նման բան չկա, նման, որ ասում են հրահանգում են, չգիտեմ, պետական ռեսուրս բերեք մարդկանց հրապարակ, չգիտեմ, որ ընդհակառակը ասվել է, որ նման բան ձեզ թույլ չտակ։ Չնայած մենք չենք ներքին կարգով Բայց որ ասում եմ ասվել է, դուք մտածում եք բարձրապես, չգիտեմ, սոցցածներով են ասել։ Իհարկե ներքին կարգով, իհարկե ոչ հրապարակային, բայց ուղիղ ասվել է, որ նման բան չարվի հանկարծ, ու չենք էլ անում։ Եվ եթե դուք կտեսնեք ցանկացած ինչ-որ միջոցառման, վարչապետի մասնակցությամբ կամ մեր կուսակցության այլ անդամների, նախարարների, որոնք բնական է հիմա արձակուրդում են եւ որը օրենքով սահմանված կարգով է, ինչպես եւ ես, քարոզարշավ են իրականացնում եւ ինչ որ համայնքապետարանից աշխատակից է գնացել, միանշանակ ինքը դա անելու է կամ աշխատանքից հետո, կամ ոչ աշխատանքային օրը, կամ ինքը իրականում արձակուրդ է լինելու։ Նման հրահանգ չկա, որից է ռեսուրսի կիրառում մենք չենք պատրաստում անել։ Նախագիծ ենք անում, վերանորոգվել է նաեւ Օլեգ Գարբունովի անվան մարզադպրոցը։ Օրինակ հնարավոր չի պալատում տրամադրել մեծ։ Հիմա կասեմ նաև պալատի մասին։ Եվ հարակից տարածքում կառուցվելու է նաև փակ լողավազան։ Ինչ վերաբերում է Սարահարթի մշակույթի տան հարցը, ինքը շատ մեծ ծավալի ծախսատար է, բայց նաև ուզում եմ նշեմ, որ ունիկալ բեմ ունենք, պտտվող բեմ, որը մենք վերակառուցելու ենք, վերանորոգելու ենք եւ այդ պտտվող բեմը պիտի գործի։ Դա իմ կարծիքով, իմ հաշվարկներով ենթադրում եմ աշխատանքներ կսկսվի 27 թվականին։ Եթե հնարավորություն ունի միանգամից, եթե հնարավորություն չլինի գոնե մաս-մաս։ Եվ այս մասով խոսքս ամփոփելով, ուզում եմ ասեմ, որ ցանկացած ոլորտ համայնքապետարանը իր աջակցությունը կատարում է սպորտ, մշակույթ, մանկապարտեզներ, դպրոց, որպեսզի միայն չտրվենք այդ շինարարական աշխատանքներին, թատրոն, ժողովրդիկներ, միանշանակ մեր կողմից տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, չգիտեմ սրամասով շատ լուսաբանում ենք մենք թե չէ, իդեպ լուսաբանման հետ էլ ոնց որ թե խնդիր ունենք, որովհետև շատ բաներ կա, ժողովուրդը չի էլ տեղեկանում, որ արվում է, եւ օրինակ տարբեր մրցույթների ենք օժանդակում մասնակցել, ինչով է օժանդակությունը, տրամադրում ենք տրանսպորտ, տրամադրում ենք տարածք եւ այլն եւ այլն։ Պարոն Ղումաշյան, կարող եք նշել համայնքային մեկ խնդիր, որը ամբողջությամբ լուծել եք գոնե առաջին տասնամյակի համար, այսինքն ձեր ամենամեծ հաջողված ծրագիրը։ Իրանք մեկը չեն, մի քանիսը կարող եմ ասել, բայց շատ կարևոր խնդիրներից մեկը օրինակ տրանսպորտի խնդիրը, հենց քաղաքի համար, Ալավերդու քաղաքի ավտոբուսների խնդիրը։ Վստահ եմ, ձեր ասած տասնամյակ հաստատ իրանք կծառայեն։ Սակայն առաջվա նման կա տրանսպորտային խնդիր գյուղական բնակավայրերում եւ գյուղական համայնքներում, որոնցից շատերը կտրված են Ալավերդուց, բնակիչները մարդիկ իրենց գործերն ավարտելուց հետո տաքսիներով են վերադառնում, այսինքն այս խնդիրը գյուղական համայնքներում։ Դե իմանայեք, սրանից մի տարի առաջ նաև Ալավերդիում կար այդ խնդիրը։ Մի տարի առաջ ասում ենք, մենք դա գյուղական համայնքներին չենք անդրադառնում, ու անդրադառնում ենք ես որպես համայնքապետ, բայց օրինակ հեռուստաընկերությունները կամ
Մեր մարդիկ, ովքեր հետաքրքրված են քաղաքով, առաջի հարցը տալիս էին, Ալավերդիում տրանսպորտ չկա, այդ հարցը լուծվեց։ Հիմա նույն հարցը տալիս են գյուղական համայնքների, բնականաբար դա մեր օրակարգային առաջնահերթային հարցերից է, որը նույնիսկ մենք հիմա էլ քարոզարշավի շրջանակներում դրա մասին բարձրաձայնում ենք եւ բնակիչներն են բարձրաձայնում խնդրի մասին, մենք էլ լուծումն ենք ասել, թե ոնց ենք անելու։ Մեր առաջիկա պլաններում հստակ կա, որ բոլոր գյուղական ապահովել տրանսպորտը։ Այո, դա նաև պետական ծրագրերում կա, բայց մենք փորձելու ենք հասկանալ, եթե պետական ծրագրերը ինչ որ ժամանակահատվածում երկարելու են, մենք դա կլուծենք համայնքի միջոցներով։ Որն է համարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից համայնքի կառավարումը ստանձնելու ընթացքում ձեր ամենամեծ ձախողումը։ Ամենամեծ ձախողումը Ես ակնկալում եմ իդեպ կոնկրետ պատասխաններ, ոչ թե ընդհանրական ձևակերպում։ Գիտեք, ես հիմա չեմ ասի, որ ինչ որ հարցերում ես չեմ ձախողվել, բայց հիմա ասենց ուզում եմ մտքով հիշեմ, որ ես ինքս օրինակ ամենամեծ ձախողում որպես այդպեսին համարեմ, եթե հիմա ես դա չարտահայտվեմ, դա չի նշանակում, որ ես ինքնագովեստով եմ զբաղվում։ Բայց որպես այդպեսին ամենամեծ ձախողում չէի կարող այդպես բան մտածեմ, ասեմ, կան թերություններ, որ եղել են, բայց դրանք շտկվող են։ Այսինքն տենց գլոբալ մեծ ձախողում չունենք, որը չի շտկվող։ Ես ձախողում գիտեք թե եմ ասում, համարում եմ այն խնդիրը, որը երբեք ես էլ չեմ կարող ուղղել։ Շտկեմ, այսինքն այդ խնդրի լուծումը տամ։ Նման խնդիր չկա։ Բոլոր խնդիրները, որոնք կան, լուծումներ կգտնվեն։ Եթե մինչ օրս չեն գտնվել, վստահեցնում եմ ձեզ կգտնվեն։ Դուք կայացրել եք որոշումներ, որը հետագայում սխալ եք համարել։ Հնարավոր է։ Օրինակ։ Օրինակ։ Ինչ որոշումների մասին է խոսքը։ Օրինակ, եղել է շինարար, որ վստահել եմ։ Որ վստահել եմ, ուղիղ ասում եմ, կատարողական եմ բերել, այո, ես էլ գնացել եմ, նայել եմ, ոնց որ թե ամեն ինչ նոր, հենց ձեր նշած 6-րդ մանկապարտեզ։ Վստահել եմ, որ այո, կարծես թե նայեմ, ես ամեն ինչ նորմալ է, աշխատանքները ընթանում են եւ այլն, եւ սխալվել եմ, որ օրինակ իրենց մի քիչ ավելի շատ գումար են վճարել։ Ну, ինդիկատորն է ոչ թե արածից շատ, այլ ենթադրենք 200 միլիոնա արժողությունը, ես պիտի վճարեի, որպեսզի ավելի հստակ լինի իմանայի, որ այդ խնդիրները բոլորը կվերանան, օրինակ 150 միլիոն է։ Ընտրենք վճարել եմ 160 միլիոն։ Սա օրինակ իմ կողմից համարում եմ սխալ, որովհետև վստահել եմ, բայց սխալվել եմ այդ պարագայում։ Բայց ընդհանուր առմամբ, չգիտեմ, դա ինձ թվում է ժողովուրդը ավելի շատ մեր բնակիչները գնահատականը կտան այդ ամեն ինչի։ Ձեր խոստումներից կամ ծրագրերից կան այնպիսիք, որոնք դեռևս օդում կախված են մնում։ Այո, կան։ Կան ծրագրեր դեռևս չսկսված, կան ծրագրեր, որոնք արդեն նախագծման փուլում են։ Հստակ օրինակներ մի քանիսը կարող եմ բերել։ Օրինակ Սայաթնովա հրապարակի այգին։ Ես էի ուզում նշել, պուրակի կառուցումը։ Նախագիծը արդեն 100%-անոց պատրաստ է։ Մի ժամանակ մենք ասում ենք շուտով կլինի նախագիծ։ Հիմա ասում ենք նախագիծը պատրաստ է։ Կմեկնարկի շինարարական աշխատանքները շուտով։ Կա նաև նախագծեր, որոնք ու դրանք գիտեք հիմա ասենց որ սկսեմ թվարկել իրականում, հա, տարբեր համայնքներում իդեպ։ Մանկապարտեզների վերանորոգման նախագծեր կան, որ արդեն պատրաստ են ուղարկված կառավարություն, մի մասը հաստատվել է, արդեն մրցույթները հայտարարվել են, շինարարները արդեն կան։ Մի մասը դեռ մրցույթներ չի հայտարարվել, շուտով հաստատվի կհայտարարվի, բայց բոլոր այն խոստումները, որոնք մենք տվել ենք, վստահաբար ասում եմ, որ դրանք իրականություն են դառնալու։ Երկաթուղային գծանցի վրա կամրջի փոխարեն վերելակի կառուցում, դուք այս մասին ասել եք մի անգամ։ Այդ նախագիծը արդեն կա, ես հիմա արձակուրդ եմ, մինչև արձակուրդը ասել է, որ արդեն մրցույթի դնեն, եթերից հետո անպայման կճշտեմ, դրվել է թե չէ, դա գիտեք ոնց ենք մենք նաև մտածում, որ համահունչ այգու հետ, որը կառուցում է Լճերի այգին, դա համահունչ պետքա նույն ժամանակահատվածում նաև դա կառուցվի, որպեսզի երբ որ
լճերի այգին արդեն շահագործելիս լինի, նաև կամուրջը պատրաստ լինի։ Էնգելս թաղամասում նաև Էնգելս վերգետնյա հետիոտնային անցումի կառուցման։ Իդեպ, Էնգելս թաղամասի հետ կապված այսօր Եվ հայտարարվեց, որ կառավարությունը կարծես գումար է հատկացրել։ Գումարը հատկացրել են, 2 անգամ մրցույթ են ծրագրի դրել, համար։ մրցույթը չէր կայացել։ Այսօր են խոսել ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի հետ։ Հիմա այս պահին էլի մրցույթը հայտարարված է։ Կխնդրեմ մեր շինարարներին եւ հետաքրքրված անձանց, ովքեր ուզում են մասնակցել շինարարական աշխատանքներին, նայեն ճանապարհային դեպարտամենտի կայքում արդեն տեղադրված է Էնգելսի հետիոտնյան անցումի մրցույթը։ Ինչպես եք վերահսկում կոռուպցիոն ռիսկերը։ Արդյոք հնարավոր է լիարժեք վերահսկել։ Գիտեք, անպագորգոր թող չհնչի, բայց Ալավերդի համայնքապետարանում բացառում են որևիցե կոռուպցիոն ռիսկ։ Որևիցե։ Իսկ եթե որևիցե մեկը դրա մասին տեղեկություն ունի, կխնդրեմ նախ ինձ էլ տեղեկացնել, համապատասխան մարմիններին տեղեկացնել։ Ես ուղղակի պաշտոնապես բացառում եմ Ալավերդու համայնքապետարանում որևիցե կոռուպցիոն ռիսկ։ 22 թվականի վերջերից մինչ օրս 6.6 միլիարդ դրամ համայնքում աշխատանքներ են կատարվել, դա միայն համայնքապետարան եւ կառավարություն սուբվենցիոն ծրագրերով։ Չեմ հաշվում դպրոցները, չեմ հաշվում հաղպատ, ակներ, մեծ ճանապարհները, որ պետության կողմից է կառուցվել, M6 միջպետական ճանապարհ եւ այլն, այսինքն պետության կողմից ներդրված գումարները չհաշված, բայց իմ հաշվարկներով մոտավոր դրանք եւս մոտ 30 միլիարդ դրամ կարող են լինել առանց M6-ի։ Մոտավոր հաշվարկում։ Հիմա 6.6 միլիարդի մեծ մասը դա ներդրվել է գյուղերում։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք գյուղերում պետությունը պետք է քաղաքականություն վարի, որ գյուղական համայնքները չլքվեն, գյուղական համայնքները զարգանան, որպես Եվրոպայում, հա մենք դա ենք անում։ Բայց կներեք, այնքան է խնդիրները մեծ եղել, որ այս մի 4-5 տարվա ընթացքում հնարավոր չի ուղղակի անել դա։ Ես ձեզ մի օրինակ բերեմ, վերջերս եմ այցի ժամանակ մարզպետի հետ, որ շնորհ քարոզարշավի էի, ես չէի էլ ֆիքսել իդեպ։ Խնդրեցի թվեր տան, որ ինչ աշխատանքներ ա կատարվել զուտ շնողում։ Հռետորական հարց. քանի կիլոմետր ճանապարհ կլինի կառուցված զուտ շնող գյուղում։ 16։ Քանի միլիոն դրամի։ 826 միլիոն դրամի։ Դուք պատկերացնում եք դա ինչ թիվ է։ Միայն շնող գյուղում 16 կիլոմետր։ Սա համասում եմ, որ արել ենք, որպեսզի մեր բնակիչներն էլ իմանան։ Բայց ասում եմ նաև նրա համար, որ չի արվել։ Բա 16 կիլոմետր ճանապարհ մի գյուղում քարուքանդ է եղել ընդհանրապես։ Ինչ ով ասում, որ մենք չենք ուզում գյուղը զարգանա։ Մենք շատ ենք ուզում զարգանա։ Ես ինքս եմ գյուղից ծնված եւ բնականաբար, բայց այդտեղ նաև ինչ խնդիր կա։ Ես սա չեմ էլ թաքցրել մեր վարչական ղեկավարների հետ, երբ որ քննարկելիս ենք եղել, ես ասել եմ, որ 26 թվականի ծրագրերի առյուծի բաժինը մենք պետք է անենք Ալավերդի քաղաքում, որովհետև Ալավերդի քաղաքը դա մեր կենտրոնն է նախ եւ այստեղ բազմաթիվ խնդիրներ կա, որոնք մինչ օրս լուծված չեն։ Եվ ինչով է դա կարևոր։ Այո, փոքր գյուղը ունի նշանակությունը։ Բնականաբար մենք որևիցե գյուղ չենք առանձնացնում եւ չենք ասում ոչ ձեր գյուղը փոքր է չենք, բայց նաեւ մենք պետք է մի բան հասկանանք։ Ալավերդի քաղաքում բնակվող բնակիչների թիվը շատ մեծ է, քան փոքր գյուղում։ Եվ այս տարբերությունը խի ենք դնում, որովհետև այդ ենթակառուցվածքներից օգտվողների թիվը ավելի շատ է։ Եվ սա ընտրության հետ կապ չունի, որ այստեղ փոքր գյուղ է մենք ներդրում չենք անում։ Ճոշկան գյուղում 2 միլիարդ, եթե չեմ սխալվում, 200 միլիոն դրամանոց դպրոց է կառուցում։ Համեմատած Ալավերդու հետ իհարկե փոքր է։ Եվ որ շինարարը Ես ձևակերպեմ, հա, հարցը, արդյոք հնարավոր չէր ավելի խիստ վերահսկողություն իրականացնել, որպեսզի կրկնակի անգամ չանդրադառնային այդ թերություններին, որովհետև կան շքամուտքեր, որ մի քանի անգամ են փորձել շտկել, մինչև ստանդարտներին համապատասխանեցնեն։ Այք վերահսկողության առումով գոյություն ունի հնարավոր չէր ի սկզբանե վերցնել այնպիսի աշխատակազմ, որը ոչ, դա մենք չենք ընտրում։ Այ համայնքապետարանում, երբ որ մարդ ենք ընտրում աշխատանքի, դա մենք ենք ընտրում, բայց համայնքապետարանի հայտարարած մրցույթները ովքեր գալիս են շահում, դա մենք չենք ընտրում, չենք էլ կարող ընտրենք։
Իդեպ ցանկություն էլ նենց չունենք ընտրելու, որպեսզի այդ ձեր ասած այդ կոռուպցիոն ռիսկերի մասին որից է մեկը նույնիսկ չմտածի։ Մենք հայտարարում ենք մրցույթ, շինարարական կազմակերպությունները մասնակցում են տենդերին։ Կրկնակի ծախսեր են։ Նայեք, հենց էս է, եւ որ ասիկ բաց թողումներից որն եք համարում, ես ասի մի հատ շինարարություն, որ իմ կարծիքով մի քիչ շատ են փող տվել։ Հիմա իրանցից այդ հետուզելու process-ն էլ է գնում, իդեպ ուղարկել ենք սև ցուցակ այդ շինարարներին եւ գումար կա բանկում պահված։ Սարահարթում բազմաթիվ մի քանի շենքեր կան։ Բազմաբնական շենքեր։ Հիմա տեսեք, նա օրինակ անցած տարվա շինարարությունը որ արել էր, տենց մեծ խնդիրներ չեն արձանագրել, փոքր մանր-մունր եղել է, վերացրել են։ Հիմա այս տարվա շինարարական կազմակերպությունն էլ իմ գնահատմամբ վատ չի անում, չի ասի լավ, որովհետև օրինակ վերջերս եմ եղել դեպետ թաղամասում, Ութարգանի շենքը այնտեղ եւ լիֆտն է կառուցում եւ տանիքը եւ շքամուտքը, բայց խնդիրներ կան, որի մասին բարձրաձայնել ենք, շինարարին ժամկետ ենք տվել եւ այդ թերությունները վերացնելուց հետո նոր կվճարենք։ Իդեպ ասեմ, այդ վճարումներին շատ խստացրել ենք, որովհետեւ միակ զսպողողակը շինարարին դա չվճարելն է։ Եվ այդ առումով մենք ունենք տեղհսկողներ։ Իդեպ տեղհսկողներն էլ ես բազմիցս ասել եմ, այն աշխատանքները, որոնք վերջնական չեկան այն տեսքին, տեղհսկողներին էլ չենք մենք վճարելու։ Տեղհսկողներից հետո այո ունենք քաղաքաշինության բաժին, որը վերահսկում է, բայց այնքան ծանրաբեռնված է, այնքան շինարարական աշխատանքներ են իրականում կատարվում, որովհետև ֆիզիկապես էլ միգուցե չենք հասցնի։ Բայց դրա ամենակարևորը նա է, որ վերջնական արդյունքի համար մենք պահում ենք գումար։ Կունենանք վերջնական արդյունքը, տեսչական մարմնի կողմից ստուգված, տեղհսկողի կողմից, համայնքապետարանի կողմից, այդ դեպքում կվճարենք։ Նայեք, եւ այդ թեզը, որ ընտրություններից առաջ ինչ-որ ծրագրեր են անում եւ այլն, ուղղակի աբսուրդ է, որովհետեւ լավ ինչ պետք է անենք։ Հիմա ընտրություններին հաղթեցինք, օրինակ։ Ինչ պետք է անենք, ծրագրերը դադարեցնենք։ Իհարկե ոչ։ Ծրագրերը շարունակվելու են։ Եվ այդ ծրագրերը չի բերվել ընտրությունների ընդառաջ։ Այսքան երկար խոսեցիք ճանապարհաշինական աշխատանքներից, իսկ որակի մասին ինչ կարող եք ասել։ Հայտնի է, որ հանրապետությունում մեծ խնդիրներ կան կապված ասֆալտածածկույթի որակի հետ, որը թեև նախատեսված է 10 տարվա համար, սակայն 1 տարի հետո խնդիրներ են լինում։ Շատ տեղերում 1 տարի էլ չի դիմանում։ Այս որակի մասին։ Գիտեք, այստեղ մի հատ կարևոր բան եմ ուզում նշեմ, որակի վերաբերյալ Սա նույնպես չեք վերահսկում։ Սա ինչ ասեմ, սա արդարացում չի։ Այո, կա խնդիրներ։ Բայց այստեղ մի հատ նոր բան կա։ Այդ որակի վերաբերյալ մենք բարձրաձայնում ենք ինքներս։ Այսինքն, եթե որակով ասֆալտ չի արվել, որակով չի վերանորոգվել, մենք ինքներս ենք բարձրաձայնում։ Մենք չենք թաքցնում, մենք չենք ասում, հա դե լավ մի արա, չգիտեմ, մի բան էլ մեզ դու։ 100% եմ ասում, որ մեր համայնքում, երբ որ ասում են կոռուպցիոն ռիսկեր կան թե չէ, մեր թիմակիցները որից է մեկը ասում է 100% չկան այդ ռիսկերը։ Ես այդ հարցը ձեզ ուղեցի։ Ոչ մեկ չի ասում, որ չկան այդ ռիսկերը։ Դուք ինքներդ էլ եք տեսնում, ցանկացած կապ չունի պաշտոնյայի չափը, ձևը, կոռուպցիան եղավ, բռնվեց, միանշանակ դատվում է։ Պաշտոնապես ասում են, որ Ալավերդի համայնքապետարանը չի կարող նման բան լինել։ Դուք վստահ եք, որ ձեզնից հետո հաստատ որևէ գործեր չեն հարուցվի, քրեական գործ։ Ես վստահ եմ, որ շինարարների հետ կապված կոռուպցիոն որևիցե սխեմայով ին վրա չի կարող գործ հարուցվել, որովհետև նման սխեմաներում ես չկամ, չեմ էլ եղել։ Հնարավոր է ինչ-որ ամփոփության կամ չգիտեմ, մի հատ թղթաբանության հետո մի հատ գործ հարուցվի։ Իմ սխալն է, ես էլ պատասխանը կտամ, բայց ինչ վերաբերում է կոռուպցիային, ես դա բացառում եմ։ Շատ լավ, Եվ գիտեք, չգիտեմ, միգուցե կրկնվում եմ, բայց այդ ձեր հենց ասածը, եւ որ ասում եք, որ անորակ շինարարություններ են լինում, դե դրանք բոլորը չեն, դե դրանք բոլորը չեն։ Ոչ միայն ասֆալտապատման։ Հիմա այդ գործընթացներից էլի ճանապարհաշինարար կա, այս պահին, եթե չեմ սխալվում, 3 օր առաջ արդեն նամակ ա ուղարկվել, 1 ամիս ժամկետ ա տվել, որ բոլոր թերությունները վերացրի։ Չվերացրեց, միանշանակ գնալու է սև ցուցակ, մոտավորապես 150 միլիոն դրամ բռնագանձվելու է Իրանից, չի վճարվելու եւ այդ թերությունները, որը մենք հետագայում կարանք վերացնենք, վստահ ասում եմ, դա ավելի քիչ գումար ենք ծախսելու այդ թերությունները վերացնելու համար։ Դա արդեն իր ռեպուտացիայի հարցն է եւ իր
շինարարական կազմակերպության ճակատագրի հարցն է իդեպ։ Դա արդեն իր խնդիրն է։ Ինչ եմ ուզում ասեմ, այդ թերությունները, որ դուք խոսում եք, մենք ինքներս ենք վերանում։ Մենք ինքներս ենք դրա մասին բան։ Մենք դա չենք կոծկում, չենք թաքցնում։ Ես բազմիցս ասել եմ մեր բնակիչներին, որտեղ որ եղել եմ, ասել եմ հարգելիներս, ես ամեն օր չեմ կարող գամ տարբեր բնակավայրեր, տարբեր շինարարական աշխատանքներ տեսնել։ Եթե դուք կտեսնեք ձեր աչքով, որ դա թերությունն է, խնդրում եմ վարչական ղեկավարին տեղյակ տվեք, վարչական ղեկավարը կզբաղվի դրան, չի կարող այդ հարցը լուծի, արդեն մենք կզբաղվենք։ Իդեպ եկեք խոսենք այս անվերջ ձգձգվող, հետաձգվող ճանապարհաշինական աշխատանքներից։ Շին հրապարակներում Ալավերդու համայնքի քանդման աշխատանքներ են արվել, իսկ շինարարություն չկա, դադարի մեջ է։ Եթե ռեսուրսներ չկան դրանք շարունակելու համար, ինչու են շուտ սկսվել։ Մի ամիս ավել արդեն անձրևային եղանակ է։ Հիմա օրինակ Զորավար Անդրանիկ եւ երիտասարդական փողոցները անդրադառնամ դրան, չնայած ոնց որ թե սրա մասին խոսել եմ։ Երիտասարդական փողոցում կոնկրետ մենք հանդիպեցինք մի հատ խնդրի, որը ոչ նախագծողն էր տեսել, որից մեկը դրա մասին տեղեկություն չուներ, որովհետեւ պարզվեց, որ երիտասարդական փողոցի մեջտեղով ու ահագին խորության վրա նախկինում գոյություն ունեցող խողովակաշարեր կան փոքր թունելով, ասես փոքր չէ, ավելի շատ մեծ, ասես մոտավորապես մեծ 1 մետր լայնությամբ թունելով փակված։ Եվ պարզվում է, որ այդ ճանապարհը, եւ որ միշտ sense քանդված վիճակ է եղել, այդ թունելի շարժի հետ կապված է եղել։ Շինարարը, որ ասես ամբողջությամբ հենապատ դեպի նոր կառուցում ենք, ի հայտ եկավ այդ խնդիրը։ Հիմա մենք պիտի այդ թունելային հատվածը քանդենք, նորից լիցք անենք, նորից տոփանենք եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերում է Զորավար Անդրանիկին, Զորավար Անդրանիկում էլ ինչ խնդիր առաջացավ։ Ի սկզբանե նախագծով տրված էր, որ հենասյուները, լուսատուները լինեն վերգետնյա, հիմա դուք ինքներդ կարող եք տեսնել, իդեպ արդեն լուսատուների աշխատանքը ոնց որ թե ավարտել են, հենասյուները կանգնեցված են, կառուցված են, լուսատուները դրված են եւ այդ մալուխային համակարգը ամբողջությամբ գցել ենք հետիոտնային այդ անցումի տակ։ Ստորգետնյա, այսինքն որևիցե այն ժամանակվա այդ սարդոստայինները կախված չի լինելու ոչ Զորավար Անդրանիկում, ոչ երիտասարդական փողոցում։ Նախորդ անգամ, երբ դուք հյուր էիք մեր եթերում, նշեցիք, որ տարբեր աշխատանքներ կան համայնքում, սակայն ոչ ոք չի դիմում կամ չեք գտնում աշխատողներ։ Եթե համաձայն չեք հարցադրման հետ եւ ասում եք, որ կան աշխատատեղեր եւ աշխատող գտնելն է անհնար կամ դժվար, ապա ինչու են մարդիկ մասսայաբար հեռանում թե գյուղերից, թե քաղաքից, եւ երիտասարդները նույնպես հեռանկար չեն տեսնում Ալավերդի։ Ես վերջերս Ակներ գյուղում էի եւ այդ հեռանալու համար ես կարող եմ շատ հստակ ասել։ Ուսումնասիրություններ եմ կատարել անձամբ ես եւ իմ ուսումնասիրությունները ցույց է տվել, որ ընդհանրապես Ալավերդի համայնքից հեռացել են շատ 90-ական թվականներին։ Վերջին շրջանում, ընդհակառակը, ես ձեզ օրինակ, Ալավերդի համայնք վերադարձել են։ Ես էլ եմ այդ նույն վերադարձածներից մեկը։ Եվ շատ մարդիկ վերադարձել են, չեմ ասի հարյուրավոր, բայց գոնե 1 տասնյակից ավել ես գիտեմ, որ վերադարձել են համայնք եւ չեն էլ պատրաստվում հեռանալ։ Ես այդ նման խոսույթ չգիտեմ, լքում են եւ այլն, ես այդպես բնակավայր չեմ գնացել, որ այդպես մասսայական լքել են այն ժամանակ, երբ որ աշխատատեղեր չկային, երբ որ հիմա ասում են մեր ժամանակ, ոնց են մեկնաբանում, մեր ժամանակ ամենակիչ գործազրկությունն էր։ Ես ասում եմ, այո, ճիշտ եք ասում, որովհետեւ 300-ից 500,000 մարդ լքել էր Հայաստանի Հանրապետությունը եւ մարդ չէր մնացել, դուք էլ հաշվում եք, որ գործազրկություն չկա։ Նման բան ես տենդենս չեմ տեսնում ճիշտ ասած, ու սա ոչ թե ինչ-որ գովաբանության փաստ եմ ասում։ Քաղաքացիական պայմանագիրը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերը վաղուց արդեն սկսել են քարոզարշավը։ Այս օրերին կատարվում է հետևյալը. մարդկանց ազատում են աշխատանքից այլ ուժերի համագիրը լինելու համար կամ այդ մեղադրանքով։ Եղել է դեպք, երբ հեռախոսով գաղտնի ձայնագրել են աշխատողին, ապա ձայնագրության մեջ արկա փաստով, որ նա այլ ուժի համակիր է,
ազատել են աշխատանքից։ Շատերին էլ համայնքապատկան հիմնարկների ղեկավարները ոչ թե հորդորում են քաղաքացիական պայմանագիր ընտրել, այլ սպառնում են ազատել աշխատանքից։ Վստահ եմ չեք կարծում, որ այլ կարծիք կամ այլ նախասիրություն չի կարող չլինել համայնքապետարանի ենթակա հիմնարկներում։ Նաև գիտեք, որ մենք իրավասու չենք անուններ տալ, սակայն դուք դա կարող եք։ Եթե դուք ինիկատիվ ունեք Ալավերդի համայնքապետարանում, որից մեկի ձայնագրել են, խնդրեմ տակ, ես ինքս այդ մարդուն կազատեմ աշխատանքից։ Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների հետ կապված ազատելը, գիտեք, հիմա օրինակ ես էլ արձակուրդի ժամանակ ես չի ասի ճնշում, կա քարոզ։ Մենք քարոզում ենք, ես քարոզում եմ ընտրել մեզ։ Հակառակ կողմը քարոզում է ընտրել իրենց։ Ենթադրենք հակառակ կողմերը ունեն իրենց բիզնեսները։ Իրենք իրենց հիմնարկներում են քարոզում։ Մենք էլ ենք իրենց հիմնարկում, ինիգիատիվ չունեմ, հենց մտնում ենք հիմնարկի մեջ։ Աշխատողներին, ենթադրենք գյուղական համայնք են գնում կամ քաղաքային թաղամասերում քարոզարշավի ընթացքում տարբեր մարդիկ են լինում։ Համայնքապետարանի աշխատող էլ է լինում, բիզնեսի ներկայացուցիչ էլ է լինում, գյուղատնտես էլ է լինում։ Մենք քարոզում ենք մեր նարատիվները, մենք հորդորում ենք ժողովրդին մեզ ընտրել։ Հիմա մարդկա չի ընտրում, համայնքապետարանն էլ միգուցե աշխատակից կա չի ընտրելու։ Բայց դա իր որոշումն է եւ համայնքի բնակավայրերում բոլորը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրներ են։ Իհարկե ոչ։ Եթե տենց լիներ, քարոզարշավի իմաստը ո՞րն է, մենք կասենք ընտրված են, քարոզարշավի իմաստը չկա, շնորհակալություն մեր ժողովրդին, որ ընտրում են մեզ։ Պարոն Ղումաշյան, ոստիկանության շենքի դիմաց կանգնած են 5 թե 6 բեռնատար մեքենաներ։ Ինչու համայնքապետարանը չի միջամտում, որպեսզի հեռացվեն այդ մեքենաները։ Ես կասեի համայնքապետարանն է միջամտել, որ այդտեղ կանգնեն իրենք։ Ճիշտ ասած դրա հետ կապված քրեական գործ կա հարուցված, դատական process-ներ կա, այդպես շատ ենթադրում եմ չպետք է մեկնաբանեմ։ Դե ոստիկանությունն է ժամանակավոր կայանել, որովհետև այդ չգիտեմ այդ մասով մենք մեկնաբանություն տվել ենք թե չէ, բայց Մադանի աղբավայրի վերևում համայնքը ունի սեփականության իրավունքով պատկանող իրեն հողատարածք, որտեղ այսպես կոչված սրանից դեռևս 150 տարի առաջ գործող գործարանի այն ժամանակվա, եթե չեմ սխալվում, մի պահ հույներն են օգտագործել այդ գործարանը, խարամ է կոչվում։ Այդ խարամի մասին է խոսքը, պայմանագիր կա համայնքապետարանի հետ, որը մենք համարում ենք, որ ի վնաս համայնքապետարանի է այդ պայմանագիրը եւ դիմել ենք դատարան միակողմանի լուծելու։ Բայց մյուս կողմը համաձայն չի դրա հետ եւ փորձում է իմ գնահատմամբ ապօրինի այդտեղից տեղափոխել այդ խարամը, ինքը արժեք ունեցող նյութ է, որը օգտագործում է ցեմենտի արտադրության մեջ։ Իդեպ մենք ուղղակի չգիտեմ, կարող է միգուցե կոռեկտ չի սա մեկնաբանել, չեմ խոսացել փաստաբանի հետ, բայց ասեմ, մենք առաջարկել ենք, որ ինքը կարող է այո այդ նույն գործունեությունը ծավալել, տանել այդ խարամը բան, բայց գինը պիտի բարձր լինի։ Չի համաձայնվել, մենք էլ համարում ենք, որ դա նախ ապօրինի է, որովհետև դա խնդիրներ կան։ Իդեպ մենք որ ասում ենք առաջարկել ենք գինը բարձր լինի, դա չի նշանակում, որ էլի այդ մասով պիտի տանենք։ Մենք առաջարկել ենք խզել պայմանագիրը երկկողմ, այդ խարամ կոչվածը ճանաչել համայնքի գույք, գնահատել, իդեպ շրջակա միջավայրի նախարարությունը ասում է, կարծիք է հատուկ հայտնել, որ ինքը պիտի անցնի շմակ փորձաքննություն։ Մենք առաջարկել ենք, որ այս գործողությունները անենք եւ գինը բարձրացնենք, այսինքն խզենք պայմանագիրը, շմակ փորձաքննություն անենք, գնահատենք այդ խարամ կոչվածը եւ վաճառենք։ Չի համաձայնվել դատական process է, այս մեքենաներն է ոստիկանության գործողությունն է, ես չգիտեմ խի այդտեղ կանգնած, կարող այլ տեղ պիտի կանգներ, բայց հա խնդիր կա, գիտեմ, որ մի քիչ խոչընդոտում է երթևեկությանը։ Եվ ես ուզում եմ անդրադառնալ Ալավերդու էսթետիկ տեսքին մի փոքր քաղաքի տարբեր հատվածներում կան ժանգոտ, հին, չօգտագործվող տնակներ, կառույցներ։ Ինչու այս խնդիրներին չեք անդրադառնում։ Դուք չեք տեսնում այդ
Մենք լավ ենք տեսել, տեսնում ենք եւ եթե Հին անպիտան պիտի որ դուք էլ նկատած լինեք, մի քանի ամիս առաջ այդ գործընթացը ասես թափով սկսեցինք, մի քանի ապամոնտաժեցինք, բնակիչներին խնդրեցինք իրենք ապամոնտաժեցին, մենք համայնքային միջոցներով ապամոնտաժեցինք, նույնը բակերում է։ Միանշանակ մենք այդ խնդիրը հիմնահատակ լուծելու ենք։ Բայց ինչու միանգամից չենք անում։ Էլի բերում եմ այն օրինակը։ Ուզում ենք անենք այգիների նման։ Այսինքն այս պահին տիրապետող կամ նույնիսկ սեփականատիրոջ հետ բանակցելով, խոսելով, ասելով, որ եղբայր այս քայլը դու արա, մենք էլ օրինակ կառուցում ենք ձեր Բաքվում խաղահրապարակ։ Համայնքապետարանը չունի համապատասխան մասնագետ, օրինակ ճարտարապետ, որը հրավիրում եմ, ասում եք աշխատանքի, հրավիրում եմ ճարտարապետի։ Որը կզբաղվեր այդ հարցով։ Հրավիրում եմ ճարտարապետի աշխատանքի։ Չունենք ճարտարապետ, ես հրավիրում եմ։ Հատուկ հաստիք էլ կարող եմ տալ։ Պարոն Ղումաշյան, ինչ են խոսում կամ ինչ խնդիրներ են բարձրացնում քարոզարշավի հանդիպումների ընթացքում համայնքի բնակիչները։ Գիտեք, խնդիրները բարձրացած հարցերը բազմազան են, բայց ինչ ենք նկատել քարոզարշավի շրջանակներում։ Ամենաառաջինը, որ մարդիկ ուզում են, դա իրականում խաղաղությունն է։ Որովհետև մի համայնքում իմ հանդիպած, որտեղ ես եղել եմ քարոզարշավի ընթացքում, գրեթե չեն եղել այլ ցանկություններ գլոբալ առումով, բացի խաղաղությունը։ Համայնքային խնդիրների հետ կապված բնական է, մենք կարելի ասել 90%-ով տիրապետում ենք, ինչու 10%-ը չեմ ասում, որովհետև կան նաև մանր խնդիրներ, որը բնակիչը դեռևս չի բարձրաձայնել, մենք ինքներս չենք նկատել, դրա մասին լինում են բարձրաձայնում են, դե բնական բան է, ճանապարհների գազաֆիկացման, ջրահեռացման համակարգերի, օրինակ ջրահեռացման համակարգեր ենք հիմա կառուցում 4 գյուղական համայնքներում սեպտիկ հորերի կառուցմամբ, որը երբևիցե չի եղել, ոչ մի անգամ։ Մեր ավանդույթի համաձայն մի հատ խողովակ են գցել գետնի տակ, տարել ինչ-որ ձոր։ Հիմա ցանկացած գոյողագիծ, երբ որ մենք կառուցում ենք, պարտադիր կառուցում ենք սեպտիկ հորեր։ Մնացած առումով ճանապարհների խնդիրներ կան, որոնք բարձրաձայնում են, օրինակ Շամլուղ բնակավայրի ճանապարհի խնդիրը, կարելի է ասել Հագվիում նույնպես կար վիճահարույց ճանապարհ, միջնադարյան աղբյուր տանող ճանապարհը։ Այդ ճանապարհը կարծես չի էլ հանձնվել։ Չի հանձնվել, ես վերջերս եմ գնացել, բնակիչների հետ էլ կար խնդիր, այնտեղ նաև ունեինք խնդիր, որ նախկինում կառուցված ջրագիծը շատ բարձր էր կառուցվել եւ ճանապարհի իջեցման Բնակիչները դժգոհում են։ Այո, կան խնդիրներ, մի քանի բնակիչներ կա օբյեկտիվ դժգոհություն ունեն եւ այդ դժգոհություններին լուծում կտրվի եւ տրվել է։ Հագվիում մի այլ խնդիր էր։ Հագվիում կատարված աշխատանքի որակի մի փողոցի դեպ կար խնդիր, մնացած փողոցներում մանր թերություններ կա, կվերացնեն։ Իդեպ նույն շինարարին էլ հանձնարարվել է, որ այդ թերությունները վերացնեն եւ ժամկետ է տրվել։ Օրինակ Շամլուղում կար դժգոհություն ճանապարհի վերաբերյալ, Աղթալայի Շամլուղ տանող ճանապարհը իրոք շատ վատ վիճակում է եւ հիմա արդեն կառավարության կողմից կա հստակ ծրագիր, արդեն իսկ արվում է նախագծման աշխատանքները եւ եթե այն ժամանակ ես Շամլուղ բարձանում եմ եւ այդ հարցը ինձ տալիս են, բա երբ կլինի, ասում են Ժողովուրդ ջան, կլինի, վստահեցնում եմ, բայց ժամկետ չի կարող նշեմ։ Հիմա կարող ենք մոտավոր ժամկետներ նույնիսկ նշել, որովհետեւ Շամլուղի ճանապարհի նախագծման աշխատանքները կատարվում են, ենթադրաբար մինչև աշուն կունենանք արդեն նախագիծ մի քանի ամսվա ընթացքում։ Ու դրանից հետո կամ այս տարի ֆինանսավորում կլինի, կամ մյուս տարի մոտ 2 տարվա ընթացքում այս տարին էլ հետը հաշված, 26 թվականն էլ հետը հաշված, մինչև 27 թվականի վերջ արդեն կունենանք իդեալական ճանապարհ, իդեպ Շամլուղն էլ շատ հետաքրքիր, Բենդիկը, այդ ճանապարհը գնալու է մինչև Բենդիկ գյուղ։ Փոքր գյուղ է, եթե չեք եղել, հրավիրում եմ մի օր այցելության, շատ հրաշալի տուրիստական վայր կդառնա, վստահ ենք, այ դուք ասում եք ներդրող հրավիրենք։ Հիմա ես ներդրող հրավիրեմ Շամլուղ կամ Բենդիկ, բնականաբար ոչ մեկ չի գա, որովհետև ճանապարհ չի եղել, տասնամյակներ շարունակ, եւ որևիցե մեկը չէր ուզում։ Այդ Բենդիկից եւ Շամլուղից, այո, գիտեք, որ Շամլուղում 5000 բնակիչ է ունեցել։ 5000
իսկ հիմա 500։ Ինչի՞, որովհետև ենթակառուցված չի եղել, որովհետև դպրոց մանկապարտեզ չկա։ Հիմա ինչքան խոսամ, այնքան ծրագրերն են Մադան վերհիշելու։ գյուղի Մի մասին րոպե, Մադանին կանադառնամ։ Շամլուղում այս տարի արդեն մեկնարկելու է նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները 250 միլիոն դրամ արժողությամբ, երկու խմբանի մանկապարտեզ։ Ճանապարհի վերանորոգումը ամբողջությամբ կապիտալ։ Հիմա որ լինի մանկապարտեզ, լինի ճանապարհ, սա է հենց կառավարության եւ համայնքի օժանդակությունը ներդրողներին։ Նայեք, ընդդիմության այդ հակադարձումը, որ դպրոցները կառուցում են այն տեղերում, որտեղ երեխա չկա եւ այլն, բա հենց դրա համար էլ կառուցում ենք։ Բա կառուցում ենք, որ երեխաները չգնան։ Ակների օրինակը բերեցի։ Ակներում ես եղել եմ, հիմա մի փոքր դժգոհություն կա ակներում, որ դե ինչպես գիտեք, Սանային գյուղում հիմա այս պահին կառուցում է մի մեծ կրթահամալիր։ Իր մանկապարտեզով, դպրոցը մեծ ու ամեն ինչով հագեցած, սպորտ դահլիճով, լաբորատորիաներով եւ այլն, որոնց մասին բազմիցս մենք հրապարակել ենք։ Ակներում կա արդեն թե փոքր դժգոհություն, բա մեր երեխաները ակներից Սանային գյուղ տեղափոխելու եւ այլնի։ Ակներից դուրս են եկել բնակչությունը դպրոց ունենալով։ Այդ դպրոցը, որը հիմա գործում է ակներում, հիմա այսինքն դժգոհությունն ինչ էր, ասում են դպրոցը փակելու են, գյուղը լքվելու է։ Գյուղը արդեն լքված է։ Եթե չեմ սխալվում, ակներում 50% բնակչությունը ակներում չի ապրում։ Չի ապրել մի քանի պատճառով, ճանապարհ չի ունեցել, նորից եմ կրկնում, բայց դա իրոք պատճառ է, որովհետև հնարավոր չի քո առօրյան կազմակերպես չունենալով ենթակառուցված գազ չկա ակներում, գազ չի եղել, ճանապարհ չի եղել, սակայն փլուզման վտանգներ ունի։ Հիմա հնարավոր չի որ այդ ճանապարհը փլուզման վտանգներ ունենա, եթե ինչ որ հատվածներում հա, որոշ հատվածներ։ հնարավոր է այտենց բան, լսեք, երկար ճանապարհ է ու հնարավոր է ինչ որ տեղել փլուզման, բայց իհարկե ոչ ամբողջ ճանապարհ, ինչ որ թեթև հատվածներ հնարավոր է, բայց դա վերանորոգման եւ ամենօրյա հետեւողականության շնորհիվ բնականա չի փլուզվի։ Ինչի համար ասեցի, որովհետև այդ դպրոցների եւ մանկապարտեզների հետ երբ որ հակադարձում են, բա ինչ պետք է լիներ։ Ես էլ եմ այցելել դպրոց։ Ես երբ որ 16 թվականին վերադարձել եմ, իմ երեխային չեմ ուղարկել գործող մանկապարտեզ։ Որովհետև մտնելով այնտեղ, ես ամեն ինչ տեսել եմ, այն ինչ որ ես տեսել եմ 3-4 տարեկանում, երբ որ ես գնացել եմ մանկապարտեզ։ Այդ հոտն եմ նույնիսկ զգացել։ Մենք վերանորոգում ենք, մենք կառուցում ենք դպրոցներ, մանկապարտեզներ եւ դա անում ենք, որպեսզի գյուղը չլքեն, որպեսզի պատշաճ կրթությունը ստանան։ Համայնքի բնակավայրերում բոլորը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրներ են։ Իհարկե ոչ։ Եթե տենց լիներ, քարոզարշավի իմաստը ո՞րն է, մենք կասենք ընտրված են, քարոզարշավի իմաստը չկա, շնորհակալություն մեր ժողովրդին, որ ընտրում են մեզ։ Իհարկե ոչ։ Բոլորը չեն որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրներ են եւ մենք փորձում ենք, եթե նույնիսկ համակիր չդարձնենք իրենց, բայց գոնե բացատրենք, տանք այն ամեն ինչին, որ ինքը ուզում է հասկանալ եւ փորձում ենք համոզել ընտրել մեզ։ Համոզել լավ իմաստով, որ համոզել, որ այս ծրագիրը, որը ներկայացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, դա ճիշտ եւ լավ ծրագիր է։ Դուք բարբերաբար լինում եք տարբեր բնակավայրերում, հանդիպում մարդկանց հետ, ինչ եք ասում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր հարցերում իրենց դժգոհությունն են արտահայտում, դժգոհ են ձեզնից։ Ինձնից համայնքային առումով, թե ընդհանրապես դե նախ առաջինը դժգոհությունն եմ լսում։ Գուցե կուսակցությունից։ Նույնիսկ կուսակցությունից։ Նախ առաջինը պետք է հասկանանք այդ դժգոհությունը ինչին է վերաբերում եւ այտենց հարց չի եղել, որ դժգոհություն լինի, ես չփորձեմ կամ այդ հարցին լուծում տամ, որը օբյեկտիվ է իհարկե, կամ բացատրեմ հակառակը, որ միգուցե դու սխալվում ես այդ դժգոհությունը տեղին չի, չկա տենց դեպք, որ ես չարձագանքեմ այդ դժգոհություններին։ Դուք դիտարկել եք այն սցենարը, երբ հնարավոր է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվի կամ քիչ տոկոս ձայներ հավաքի։ Ինչ կանեք դուք այս դեպքում։ Ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետն է ասել եւ ասում է, դա ժողովուրդն է որոշելու, մենք կպարտվենք թե ոչ, ցանկացած պարագայում մենք ես ինքս էլ կընդունեմ եւ պարտությունը եւ հաղթանակը, բայց ես վստահ ասում եմ մենք չենք պարտվելու, մենք հաղթելու ենք։
Իդեպ ասում են, որ քաղաքացիական պայմանագրի հաղթելու դեպքում անգամ դուք չեք լինելու համայնքի ղեկավար եւ պարբերաբար նոր անուններ են շրջանառվում որպես համայնքապետի թեկնածու։ Մի դեպքում նշում են ձեր տեղակալներից որևէ մեկի անունը կամ բոլորովին այլ մարդու անուն։ Սա պայմանավորում են վերևների հետ ձեր հարաբերություններով կամ ՔՊ-ի ներսում տարբեր ճամբարների արկայությամբ։ Այդպես է, թե ոչ։ 26 թվականն է, ես արդեն 10 տարի է, հանած 1 տարի, համայնքի ղեկավարի պաշտոն եմ զբաղեցրել, տարբեր, շնող խոշորացված, հիմա Լավերդի, նախ ով է ասել, որ ես տենց հավակնում եմ, որ եւս 10 տարի պիտի ես լինեմ։ Դուք ունեք պայմանավորվածություն։ Ոչ մի պայմանավորության մասին խոսք չկա, չի էլ կարա լինի, դա ընթացիկ քաղաքական հարց է, որը կարա քննարկվի, որը դեռևս երբեք չի քննարկվել, ինչ վերաբերում է կոնկրետ իմ պաշտոնավարմանը, իմ պաշտոնավարման ժամկետը ավարտվում է 27 թվականի դեկտեմբերին եւ այդ ժամանակ հիմա խոսեմ 27 թվականի դեկտեմբերի մասին, իմ կարծիքով մի քիչ անիմաստ է, հենց նման բան չկա, ես տես քննարկում չեմ էլ լսել։ Պարոն Գումաշյան, եթե ունեք ավելացնելու որևէ բան, ամփոփենք մեր հարցազրույցը։ Ասելու եւ խոսելու շատ բան ունենք, իրականում շատ ծրագրեր կան, տարբեր ոլորտների հետ կապված, բայց ամենակարևորը ես ուզում եմ, որպեսզի մեր բնակիչները վստահ լինեն, որ մենք իրականում օր ու գիշեր ջանք չենք խնայում, որպեսզի մի օր շուտ, մի ամիս շուտ, 1 տարի շուտ մեր ընդհանուր Ալավերդի համայնքը ոտի կանգնեցնենք, իրականում ունենանք այն քաղաքը, այն գյուղերը, այն բնակավայրերը, որոնց մասին մենք երազել ենք, որտեղից երբեք որից մեկը չի ուզենա արտագաղթի, որտեղ ընդհակառակը կուզեն, որ գան բնակվեն, իդեպ կառավարությունը այդ մասով նաև ծրագիր է անում դպրոցաշինության առումով, որտեղ որ դպրոցներ են կառուցում, այնտեղ նաև իրականացվում է 16 միլիոնի ծրագրերը։ Այսինքն հողատարածք մարդը ով ունի, շատ ազատ կարող է 16 միլիոնի ծրագրերից օգտվել, դե այնտեղ քվոտա կա ինչ-որ չափյա բաժին կա եւ տուն կառուցել։ Եվ ինչ կհորդորեմ, ինչ կխնդրեմ մեր բնակիչներին, որպեսզի նախ առաջինը բոլորը մասնակցեն ընտրություններին, որովհետեւ դա շատ կարեւոր է բնակչության մասնակցությունը եւ այն մարդիկ, ովքեր ասում են, որ ես ընտրություններին չեմ մասնակցելու կամ ցանկություն չունեմ այս կուսակցության ընդհանրապես իր համար տենց կուսակցություն գոյություն, դա ամենասխալ մոտեցումն է իմ կարծիքով։ Պիտի գտնես այն կուսակցության այն գաղափարախոսությունը, որը քեզ սրտին մոտ է, եւ այստեղ առիթից օգտվելով ես նաեւ կուզեմ մեր բնակիչներին հորդորել, որպեսզի միանշանակ գնան քվեարկության եւ բնականաբար քվեարկեն համար 16-ին, որովհետեւ ես ինքս եմ վստահ, որ դա ճիշտ ուղին է, ես գիտեմ, որ ցանկացած աշխատանքներ, որը մենք ստանձնել ենք, մենք կատարելու ենք, ես գիտեմ, որ մենք սուտ խոստումներ չենք տվել, չենք տալու, ես գիտեմ, որ նաեւ մեր կառավարության եւ ընդհանրապես քաղաքականության ամենակարևոր իմաստը եւ իմ գնահատականն էլ է դա, ամենակարևորը դա խաղաղությունն է։ Այն մնացած մեկնաբանությունները, որոնք որ լսում ենք մենք պարբերաբար ընդդիմության կողմից, դա ընդհանրապես քաղաքական շահարկումներ են։ Ես վստահեցնում եմ եւ վստահ եմ, որ սա ճիշտ ուղին է եւ մենք իրականում կառուցել ենք մեր Ալավերդին, իրականում կառուցել ենք մեր բնակավայրերը, որպեսզի իմ երեխաները եւ բոլորիս երեխաները ապրեն իրոք անկախ, ազատ եւ իրոք լավ Հայաստանում, այն Հայաստանում, որտեղ մենք ուզում ենք որ ապրենք։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Եթերում բաց քննարկումն էր, հիշեցնեմ, որ անկյուն գումարած 3 հեռուստաընկերության տաղավարում այսօր իմ հյուրն էր Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Եղեք տեղեկացված, հետևեք իրադարձություններին, իսկ մենք կհանդիպենք ցտեսություն։